Այո, այո, Ինչ խնդիրներ, ինչ են քանդում, օրինականացված չի եղել։ ավտոտնակը կառուցվել է 12 թվականից, 21 թվականին դիմել ենք օրինականացնելու խնդրով քաղաքապետարան, կատարվել է համապատասխան չափագրում, կադաստրում գրանցված է որպես ինքնակամ կառույց, կատարվում են համապատասխան վճարումներ, գույքահարկ եւ այլը։ Հիմա քաղաքապետարանը 21 թվականից մինչև այսօր բոլոր փաստաթղթերը քաղաքապետարանում է եւ որևէ տեղեկանք, գրություն չեն տրամադրել օրինականացման գործառույթի գործընթացի վերջնական արդյունքի համար։ Խնդիրը կայանում է նրանում, գոնե կարողանայինք ժամանակի մեջ տեղավորվել եւ մեր իրավունքներից օգտվելով բողոքարկել, եթե ինչ-որ ոչ իրավաչափ վարչական ակտ կարող էր կառուցել։ Չունենք նման բան։ Ընդամենը 3 եկել են քաղաքապետարանի աշխատակիցներ ուժ ժամի եւ ասել են, որ այսօր պետք է գան քանդելու։ Ես չեմ հասկանում, այդ ավտոտնակները մեկը օրինական, մեկը ինքնակամ, իհարկե դա այդպես է, ինքնակամ նույն պատից են օգտվում, կռիչը նույն հարթակի վրա է գտնվում։ Հիմա եթե քանդեն, ընդունենք, քանդեն այս ինքնակամ կառույցը, այդ օրինական կառույցը ինչ կարգավիճակում է, չէ՞ որ քանդվի նաև դա։ Ոնց պիտի անեն, բացի դա, այստեղ եկեք նայեք, որ այս ինքնակամ կառույց ասածը պատը տեսեք ոնց է գեղեցիկ զարդարված, ինչպես նաև պատի վերևի մասով անցնում է գազատար խողովակ։ Ինչի համար է դա արվել։ Դա արվել է, որպեսզի հետագա վթարների, բաների դեպքում ապահովի քաղաքացիների, ինչպես նաև բնակիչների անվտանգությունը եւ ընդհանրապես հասարակության անվտանգությունը, ովքեր երթևեկելու են կամ անցնելու են այս ճանապարհով։ Հիմա եթե սա քանդվի, ավտոմեքենաները անխոչնդոտ գալու են վթարի բուն լինի, այստեղ դպրոցն էլ մոտիկ է եւ պետք է լինի անցանկալի հետևանքներ։ Քաղաքապետարանը ինձ թվում է իմ կարծիքով չգիտեմ, այս պահին ոչ իրավաչափ վարքագիծ է դրսևորել, բնակիչներին, մեր բոլոր բնակիչներին չեն ապահովել պատշաճ ընթացակարգ, պատշաճ չեն ծանուցել մեր իրավունքների հետ կապված, ինչ հանկարծակի գանասեն մենք քանդում ենք, բերեք ցույց տվեք համապատասխան թուղթ որոշում, համաձայն որի չեն օրինականացնում այդ տարածքները, որպեսզի կարողանան գործառույթ սկսել հենց քաղաքապետարանի դեմ, նրանց ոչ իրավաչափ գործողությունների դեմ, չկա նման բան։ Եվ այս պայմաններում մենք գտնում ենք, որ առայժմ, քանի որ քաղաքացիները, բոլոր քաղաքացիները կատարում են համապատասխան գույքահարկի վճարումներ եւ այլը, դուք տեսնում եք նաեւ, որ սա այս տարածքը որևէ մեկին չի խանգարում։ Ժողովուրդ, չի խանգարում, տեսնում եք, երթևեկությունը կարող է մեքենաները գան, իսկ ինչ վերաբերում է կանաչապատ տարածքին, այդտեղ ունենք մենք այգի, կանաչապատ այգի, նաև մեր հենց քաղաքացիների, բնակիչների միջոցներով եւ անմիջական մասնակցությամբ կառուցվեցին եւ ամբողջ թաղամասի բնակիչները, երեխաները այդտեղ են գնում, իրենց առօրյան անցկացնում։ Այսինքն այստեղ, եթե մեկը օրինական է, մյուսը ինքնակամ ընդունենք, քանդելու դեպքում այս 1.5 տարածքներում ոնց պետք է կանաչապատում անեն կամ ինչ-որ կառույցներ կառուցեն։ Դա բնական է, որ իրավական հետևանք չի կարող ունենալ։ Եվ այս պատճառաբանությամբ գտնում եմ, որ այս պահին քաղաքապետարանը ոչ իրավաչափ վարքագիծ է դրսևորում քաղաքացիների նկատմամբ։ Սա է ընդհանրապես։ Դե քաղաքացիները հիմա երեկվանից ընկած սկսում են իրենց ավտոտնակները ազատել, չգիտեք ինչ հետևանք կլինի եւ օրինական եւ անօրինական կառույցները լրիվ խառնվելու են իրար եւ նույնիսկ օրինական կառույցներն էլ կարող են այդ քանդման հետևանքով անմիջապես ուրեմն քանդվել, վնասվել, մեկ ուրիշ բան էլ, մեր բնակիչները մենք տեսնում ենք ինչքան մարդիկ են ապրում, բոլորը ունեն ավտոներ, ավտոմեքենաներ եւ ավտոմեքենաների մասերի գողություն, ապակիներ եւ այլ հայլիներ տարածված է մեր երկրում, մեր հանրապետությունում, այդ թվում նաեւ մեր տարածքում։ Այսքան բնակիչների մեքենաները եթե հայտնվեն դրսում, ով պետք է վնասները հատուցի։
Չէ որ մեկ ավտոտնակները քանդեցին եւ նրանց հասցրեցին այն աստիճանի, որ մարդիկ հնարավորություն չունեն կայանելու իրենց ավտոմեքենաները։ Մի քիչ պետք է տրամաբանորեն մոտենալ յուրաքանչյուր հարցին եւ մարդկային տեսանկյունից նաեւ մենք գործ ունենք մարդու հետ, անձի հետ, որը իր քրտինքով, իր աշխատանքով, իր խնայած միջոցներով է կարողացել եւ կառուցապատում կատարել եւ գույքահարկի հետ կապված վճարումներ կատարել։ Եվ այդ բոլորի տեսանկյունից ես գտնում եմ, որ այս պահին քաղաքապետարանը սխալ դիրքորոշում է հայտնում, որ այսպիսի կառույցները քաղաքացիներին դնում է այս վիճակի մեջ։ Եվ խնդրեմ ասեք, ո՞րն է տրամաբանությունը այստեղ, եթե մեջընդմեջ այսպես քանդելու են, եւ եթե նախադեպային կա մեկը օրինականացրել են, մյուսը ինչու չեն օրինականացնում, կարող են, չէ՞ օրինականացնել։ Ասեմ, նախ մյուսը օրինականացվել է ավելի շուտ, բայց այս մյուս ավտոտնակները, որ մի քաղաքացիներն ու բնակիչները դիմել են 21 թվականին։ 21 թվականից մինչև առ այսօր քաղաքապետարանը որևէ որոշում, որևէ դիրքորոշում, որևէ փաստաթուղթ չի ուղարկել չորինականացնելու հետ կապված, գործառույթը դադարեցնելու հետ կապված, հակառակ պատասխան են տվել, որ հնարավոր է այս ինչ որոշակի գործառույթներ կա իրականացնենք, անդրադառնանք նաև ավտոտնակների օրինականացմանը, բայց ժողովուրդը սպասել է այն քաղաքապետարանին, որին ինքը ընտրել է, այն անձանց, որին այսենց հետամուտ լինելով կրնկակով ցանկացել է, որպեսզի իրենք լինեն այն մարդիկ, որ հիշում եք ասում էր, ասեք կանենք։ Հիմա մենք չենք ասում ենք, տեսեք ժողովուրդ արվել է ամեն ինչ, բայց հիմա քանդում են այն ստեղծածը, որ ժողովուրդը ստեղծել է իր բարեկեցության, իր ընտանիքի համար։ Այսքանը։ Իսկ սա ենթադրում է փոխհատուցում կարող է լինել, օրինակ ամեն դեպքում այս տարիների ընթացքում, ինչպես ասացի, կոպեկ առ կոպեկ մարդիկ դրել են, կառուցել են, կարող է կա ինքնակամ կառույցների հետ կապված փոխհատուցում չի կարող լինել։ Իմ տրամաբանությամբ եթե լիներ ընդհանուր չեն անդրադառնում օրինական կառույցներին, բնական է։ Ինքնակամ կառույցը այդպես քանդում, թողնում, գնում են։ Ես ասեմ ավելին, են շենքի առաջնային մասում քաղաքացիները ցանկապատել ծաղիկներ էին դրել, ծառեր, շատ հետաքրքիր իրավիճակ էր նաև ստեղծվել բնակիչների համար, նստում, հանգստանում էին։ Քաղաքապետարանի թույլտվությամբ եկան բոլորը քանդեցին։ Հիմա եկեք նայեք, այնտեղ ինչ է կատարում, ինչ են արել, ինչ բարեկարգում են արել, ոչ մի բան։ Նույնությամբ ոնց քանդել են, այդպես մնացել է աղջիկս։ Եվ փաստորեն ասած են եղել, որ ժամը 10-ին պետք է քանդեն, բայց դեռ չեն եկել։ Ժամը 10-ին ասել են, որ գանք, բոլոր բնակիչները այստեղ հավաքված են եղել ժամը 10-ին, մինչ օր այս պահը չեն եկել։ Երևի բնակիչների մի մասը սպասում են նրանց գալուն, կգան կհավաքվեն ըստ ինձ, որպեսզի իրենց իրավունքները կարողանան պաշտպանել։ Շնորհակալ եմ, ես էլ։ Այս վերևի հատվածը երբ էին քանդել, ոչ թվականի։ Անցած տարի ամառը։ Ոչ մի բան չեն արել, տենց խոզանոց մնացել է, խաղը վրան, բերքը վրան ծառերը հատել են,
ու տենց։ Հիմա էլ անցել են այս կողմին։ Ասում են կանաչ տարածք ենք սարքում։ Կանաչ տարածքը բնակիչներով սարքել ենք մոտ 2000 քառակուսի մետր։ Եթե մենք բնակիչներով չհետևենք, հավատացեք, որովհետև ոչ մեկ չի մտնում, ոչինչ չի արվում։ Համատիրությունն ասում է իմը չի թաղապետարանինն է, թաղապետարանն ասում է իմը չի համատիրությանն է, ինչ կանաչ գոտու մասին է խոսքը։ Վերջում էլի ծախելու են մեր վրա այս տարածքները։ Ավելի լավ է հիմա թող ասեն են գումարը, որը որ պատրաստ են վաճառեն, թող չքանդեն, այդ գումարը վճարենք, մեր ավտոտնակները մնա մեզ։ Այս պահին ձերն էլ է քանդվում։ Այս պահին չէ, բայց ինչ տարբերություն, ժամանակի խնդիր է, մի ամիս հետո կքանդեն։ Նույն process-ն է մերն է, ոչ մի տարբերություն, այստեղ բոլորն են ինձ ցավով են տարապում։ Դուք եւս պետական վճարներ կատարել եք։ Այո, գույքը հարկ են վճարում, աղբահանություն են վճարում, ամեն ինչը վճարում եմ։ Հələ չվճարելու դեպքում էլ դահակ են ուղարկում։ Եթե այդ ամեն ինչը գործում է, ասենք, ի՞նչն է պատճառը, որ չեն սեփականացնում։ Էլի եմ կրկնում։ Ոչինչ չունենք, չենք ուզում վիրավորական բառեր ասենք, բայց թող ասեն այս գումարը, X գումարը վճարեք քառակուսի մետրին 1000-ը, 10000-ը, 100.000-ը, ով կկարանա, գոնե կեսը կկարանա վճարի, իր ունեցածը կփրկի։ 30 տարի որ ոչ մեկի չի խանգարել, հիմա ոնց էլ է որ սկսես խանգարել։ Ինքներդ տեսնում եք, էսի ոչ կանաչ գոտու տեղ է, ոչ ինչ որ ոչ մի բանի տեղ չի էս։ Ոչ մի բանի տեղ չի։ Իմաստ չկա քանդելու։ Մարդկանց ամբողջ կյանքի ձեռք բերումն է։ Ես օրինակ 45 տարեկանում հազիվ մի հատ ավտոտնակ եմ ձեռք բերել, քանդում եմ այդ։ Հələ դրա փողերն չեմ փակել բրծել։ Ու առանց փոխհատուցում, ի՞նչ է դառնում։ Այսքան բան։ Ձեր ավտոտնակն չէ՞։ Այո։ Խնդրեմ ներկայացնեք ինչ օրինական է, վճարումներ անում եք։ Պայման։ 20 տարի է դրա համար հարկ ենք մուծում։ Չենք մուծում, տուժ են տալի, ես են անում են, մետի կարելի է։ Այսօր էլ պրոստը տակ գալիս են բառացիացում են, վաղ գալիս են ձեր գարաժը քանդենք։ Այդպես ոնց է լինում։ Այդքան փող ենք դերես արկել ենք։ Եթե չեք կարել ցույց չտեք սա։ Թող ասեն, հա, այսքան մուծեք օրինականացնենք, չմուծենք, չօրինականացնենք, թողան քանդեն։ Մենք չենք ասում պատրաստ չենք օրինականացնելու, պատրաստ ենք, թող թույլ տան օրինականացնենք։ Դուք եւս 21 թվականին դիմել եք, որ 20 տարի այդ գարաժը սարքած է, կա։ 20 տարիա մուծում ենք անում։ Իսկ այսօր ինչ։ Այսօր ոչ մի բան։ Այդքան փող ենք դերես արկել ենք։ Ինչի՞ մալ մեր երեխեքի բերից են կդրենք։ Բայց ինչ են անում։ իսկ պատրաստվում եք օրենքի շրջանակներում ձեր իրավունքը։ Անպայման։ Բխի պրոստը տակ թողին քանդեն, ինչ հնարավոր է անելու ենք։ Մնացածը չգիտեմ արդեն։ Ձեզ նորից Ձեզ ավտոբնակներ են, չէ՞ քան։ Այո, հայրիկիս անունով ավտոտնակը գրանցված է կադաստրում, ունենք կոդով ամեն ինչ, ես վճարել եմ վերջի տարիների ընթացքում միշտ պարտաճանաչ, գույքը հարկի վճար կա։ Սենց մի օրում եկան ասեցին, որ պետք է քանդեն։ Երեք եկել են, ասել են ինչ հնարավոր է, արժեքավոր իրերը հանեք, փախցրեք, այդքան է։ Ասենց հիմա թուղթը ծանոթում է եկա անգամ ես վերջերս, որ գրած ավտոտնակ, ասենք վճարը, 5000, հա, երկեր։ Հայրիկս տեղ չի, ես երեք ընկերս ասեց, իմ կողքի ավտոտնակի տերը։ Խնդրեմ, ստեղ նշանակությունը բնակարան, հա, ասենք, ստեղ բնակարան ունենք։ Դա նշած է նշանակությունը, շինության նպատակային նշանակությունը ավտոտնակ, վճարը 4204 դրամ։ Ամսական։ Չէ, սա տարեկան է, կարծեմ։ Ամեն դեպքում on-line բանկով վճարել եմ միշտ պարտաճանաչ։ Սենց 21 թվականին ասցին, որ պետք է գեոդեզիա արվի ու կադաստրում գրանցվի։ Ինչը որ պարտաճանաչ արել են։ Հա, այդ ժամանակը ամեն ինչ եկել սաղ նկարել են, գեոդեզիան արել են, գնացել է կադաստր, մեզ կոդ է եկել կադաստրից։ Այդքան է։ Այսինքն այդ կոդի հիման վրա դուք ձեր վճարումները արել եք։ Այո, պարտաճանաչ արել ենք այդ ամբողջ բոլոր վճարումները։ Ու այս հողը ժամանակին եղել է
բնակելի նշանակության, ինչ որ բայց փոխել են, դարձրել են հասարակական նշանակության։ Ու հիմա ասես փաստի առաջ են կանգնած։ Որ պահից են փոխել։ Եթե չեմ սխալվում 25 թվականից են ասում։ Ну, այդպես չեմ հետևել կոնկրետ այդ գործընթացին, բայց ինչ որ բայց փողը փոխվել է նշանակությունը։ Իսկ պատրաստվում եք օրինական ձևով պայքարել ձեր իրավունքների համար։ Իհարկե, օրենքի սահմաններում ինչ հնարավոր է փորձում ենք անել։ Այստեղ մի հատ հասկ է, էլի, որ մերժումը չկա, թուղթը։ Ասում է դատարանը քեզ հայտ չի ընդունել։ Որտեղ չկա մերժումը։ Առանց մերժման քանդում են։ Մերժումը տան, ասենք ժամանակի նշանակեն բանանը, ճիշտ է։ Ոչ մի բան չկա։ Երեք եկել են այսօր քանդում են։ Անգամ ծանոթում չի եղել։ Եթե տեղյակ եմ, ինչքան տեղյակ եմ, մի ամիս առաջ պետքա ծանոթում լինի արձերն, որ այսպեսի բան է սպասում ձեզ, հա, որպեսզի ասենք ենթադրենք երկրում չէինք կամ հնարավորություն չունենք այս ամենը դատարկելու, հա։ Գույք կա, հա, ամեն դեպքում ավտոտնակը շատ երկար տարիներ գործածվել է իր նպատակին։ Մի օրում եկել են, ուղղակի ասում են, որ վաղը գալու ենք քանդենք։ Վերևը նկարեցին։ Ինչքան էլ մաքրել ենք։ Սա զիբիլները լսում են, քամին բերում են ու լսում են։ Ու փոքր երեխեք են, խաղում են։ Ասում է կանաչ գոտին կա, հենը, այգին կա։ Ինչ է կարել դրա համար։ Այգին հիմնադրել են բնակիչները։ Սեփական միջոցներով են այդ այգին սարքել։ Ճիշտ է, հետո պետությունը բարելավել է, բայց հիմքը սկիզբը արվել է բնակիչների միջոցով։ 7 տարեկան երեխից բռնած միջև մեծահասակներ աշխատել են այդ այգու վրա։ Տիրություն չեն անում։ Ինչ կանաչ գոտու մասին է խոսքը։ Ստեղ սա ժարեր է, որ հիմք են գել է։ Ես մեքենայով այստեղ կանգնած եմ։ Ես չգիտեմ որտեղ եմ կստանա։ Սա ժարեր է ստեղ։ Ոչ մի կանաչ գոտել չեն կարող սարքել։ Այնա ծառերը տնկածը նորմալ չեն աճում։ Արմատները ես քարերին տալու ասա։ Երեխեք եկուս որ քանդել են, նրանց կա սեփական ասած է, ու փոստամնալու երեխային խաղալու են, վազելու կան ընկնեն, աստված շանի։ Սա քարու քրալ, երեխեն ընկն ինչ կլին։ Իրանք չեն մտածում, կառավարությունը չի մտածում։ Ոչ հայ ժողովրդի համար, ոչ էլ իր պետության։ Դե ասա կառավարություն պետք է որ մտածի Հետ եմ ասում եմ, ժամանակ չեն կարող, քաղաքացին ոչինչ չի կարող։ շուջուխը լավ է ուտում, պերաշկին, կուկուրուզը ոնց որ սոված ծառա փախածել էր, նրանց էր կարծում։ Այդպես բաներ կարում են։ Ոչ մի սրա վերջնը կգա, տեսի մենա։ Ոչ մեկը հավիտենական չեն։ Բան կա չի ասած, որ ասում է գործն անմալ ավիմացեք, որ խոսում է դար, ենեգլան ուր գործով կապրի անվերջ անդատար։ Իրանք էլ իրանք դավաճանություններով, իրանք այդ կեղտոտություններով են հիշվելու պատմության մեջ։ Ամեն ինչ էլ բումերանգի նման է։ Դա կապնի իրանք պատմության մեջ դաշ։ Սեփականաշնորհման համար քաղաքապետարան անգամ մեծ պատասխան է եկել, որ այս տարածքները դիտարկվում է քաղաքապետարանի կողմից ու պատասխան չի եկել երկար տարիներ։ Մերժման պատասխան չկա։ Հա, մերժման պատասխան չի եղել։ Եկել է, որ դիտարկվում է քաղաքապետարանի կողմից, որպեսզի հասկանան ինչ տարածքներ է սա։ Սենց։ Իդեր այնքան դիմումներ կա։ Դրա համար չեն հասնում։ Սպասեք։ Մենք սպասում ենք։ Չենք իմանում քանել։ Դերեշի բնակիչները չեն արել, չեն դիմել օրենքին, չեն փորձել օրենքով։ Ամեն ինչ ասել։ Ինչ ասվել է արվել, ենք ասեցին հունվարի 1-ից դեկտեմբերի 31-ը դիմում գրեք, մարդիկ բերեցին, ծախս արեցին, գեոդեզիա արեցին։ Հիմա էլ չգիտենք, կեսը դիմել է, կեսը չէ, ով է ճիշտ, ով է սխալ, հայտնի չի, որովհետև մարդը ասում է ով դիմում գրել է, ստիպված է մերժել եւ ապա մոնտաժել։ Հիմա չգիտենք, այդ դիմումը ներկայացնել քաղաքապետարան ճիշտ է թե սխալ։ Այսինքն օրենք են թելադրում հեռուստատեսությամբ, քաղաքացին շարժվում է ըստ օրենքի, փաստորեն դուրս է գալի ինքն իրան վնասեց։ Օրենքով մենք մեզի վնասեցինք։ Այս այլ չենք հասկանում, ինչ կարելի է անել։
Դիմում գրեք, դիմումը գրեցինք, մի շաբաթ հետո դիմումը գրելուց հետո ելույթ ա ունենում, որ ով դիմում ա գրել, մերժվել է եւ անպայման ապամոնտաժվի։ Դե գոնե այդքան ծախսը չանեն, այդ 120,000 այսօր քիչ փող չի մարդու համար։ Եթե պիտի ապամոնտաժվեր, գոնե այդ չանեինք։ Չենք հասկանում, մի հատ անելանելի վիճակ է, ու ունենցա ամեն ինչ ունենցա դասավորված, որ ոչ մի բռնվելու տեղ չկա։ Չկա, անս մի հատ թղթեր են բերում, որ այդ թուղթը կա, բայց իրանից բան չի ներկայացնում, այդ թղթի հիման վրա դու չես կարող քո իրավունքները դատարանում պաշտպանես։ Մերժում բառը չկա, հետևաբար չկա, մերժում բառը չկա, բողոքարկել։ Մերժում չկա, բայց թույլտվությունը չկա։ Դե եթե թույլ չէին տալի, թող 20 տարի առաջ թույլ չտային, ինչեր եմ փողերը կերան հազարներով փողեր է ծախսվել։ Թույլ չէին տալու, չէին օրինականացնելու, թող այն վաղ կասեցնեին։ Մի տարի առաջ կային չթողային դարպաս ներկերես մարդը կամ չգիտեմ բարելաver, բարեկարգեր։ Թող ասեին, թույլ չտային։ Հիմա բերե հասել ենք նպատակին ամեն ինչը մեծ ծախսերով այսօր դնում քանդում են։ Չեմ ուզում մեր պետությանը բան ասեմ, մեր պետությունը էլի մեր պետությունն է։ Բայց պետությունն էլ իր քաղաքացու մասին մի քիչ մտածի։ Հասկացանք, եթե խանգարող տեղ է, եթե, չգիտեմ, ինչ-որ նշանակություն ունեցող տեղ է, կամ թողան մի հատ ներկայացնեն ինչ է արվելու, մեր ձեռս վերցնում են, ամեն դեպքում մեր ձեռս վերցնում են, բայց ասեն ինչի համար։ Էդ էլ չկա, պատճառը բան թողան, ասեն ստեղ սարքում ենք, չգիտեմ, ձեր թաղամասի համար առաջին բուժօգնության կենտրոն։ Մենք համաձայն ենք, ոչ մեկ ստեղ չի հավաքվի, ոչ մեկ չի բոյկոտի, բայց ոչ մեկը չգիտենք ինչի համար է մեր եղածը քանդում։ Ասում ենք ծանուցեք մեզ, ասում եմ մենք պարտավոր չենք ձեզ ծանուցել։ Ինչի։ Ինչի այլ երկրի քաղաքացի ենք։ Վերջերս քաղաքապետարանը հերոստացով հայտարարել էր, խորհուրդ էր տալիս, որ հնարավոր է այս հողերը վարձակալել օրինական պետության կողմից։ Ասես դիմեք թաղապետարան, հողը վարձակալություն վերցրեք ինչ որ ժամկետով, հա, անդադ թարմացում է, չգիտեմ, տարբեր են լինում, 5 տարվա, 100 տարվա։ Գնացել դիմել ենք թաղապետարանում, թաղապետարանի աշխատակիցները մեզ հայտնել են, որ նման տարբերակ գոյություն չունի։ Իսկ ինչ է խորհուրդ տալի քաղաքապետարանը պարզ չի, այսինքն դա ինչ որ խաբս է, թե ոնց դիտարկենք դա։ Կանալիզացիա։ Կարշնի për մակրն երկորեդը լիքն։ Հիմա բերբել տմասախ։ Այսինքն թե կանգի արդի կանալիզացիա։ Որ ասում մեր գոզը չի վիոլան ասում ձեզ չէ։ Այս մեկը են քցելով է։ Միջես գլասի տները, ինքան տելեվիզոր ցույց տվում, որ տները մեր ջուրը լսում էր, հավաքում էին վարդաշինում էր, որտեղ չեն անում։ Չի ոչ մի դա բանի չտա։ Զանգել ենք ասցին Դավիթ Հաշյանին։ Կոշկա ձեռները։ Ասցին 11-ին կլինենք, բայց ոնց տեսնում եք չկան։ Այնօր 10-15 պակաս է, երեք։ Այսօր ասեն 11-ին դառավ, էլի չկա։ Մարդիկ եկել են։ Անգամ էլ են ասել, որ պետք է գան չեն եկել։ Երեք ասեցի։ Երեք ասին 10-15 պակաս, как штык։ Ստեղ է։ Հա։ Եկանք մենք։ 11-ին։ Հա, հիմա 11-ին ասել էր, չենք իմանում երբ կգան։ Անգամ այդտեղ պունկտուալ չէր էլի։ Այսինքն առավոտյան մոտեցել են ձեզ, ասել են, թե զանգով։ Երեք են ասել, որ մոտենալու են 9-ից 10-ի սահմաններում։ Այսօր 10-ին զանգը արել ենք, ասցին 11-ին կլինենք, հիմա արդեն 11-ից 20-ը մոտավորապես ստեղ չկան։ Ով կզանգես։ Ու այդ աշխատակիցը հարցնում, ասում ինչի համար եք հարցնում։ Ու բանը Դատս բան չի։ հովի, հարցնի վերածի, ասախոսը։ Դե ամենակարևորը որ մարդը բարեխիղճ չէ, լավ, վերջում բոլորիս բարի խորհուրդ տվեց, ասես խորհուրդ եմ տալի բոլորը ազատեք ավտոտնակները։ Իբր չգիտեմ ինչ խորհուրդ էր, ինքը իրան լավ զգաց իր տված խորհրդից։ Մի հատ էլ նեղանում են, թե մարդիկ վրդովում են, էմոցիաներ են արտահայտում, թե ինչի մենք ինչ կապ ունենք։
Կապ ունեցողը թող գար, կապ ունեցողի հանդեպ արտահայտենք մեր վրդովմունքը։ Դու ես եկեք քո հանդեպ ենք արտահայտում։ Քաղաքապետարանը սպոսերի մասին չի մտածում։ Դիմացը։ Սա քայքես վիճակն է, ավտո ենք ջարդում։ Ինչի համար ենք հարկմուծում։ Всё, это ունի ասել։ Սա որը շիտ ենք ջարդում ավտոյին։ Ինչի համար ենք հարկմուծում։ Նապաստացի մի հատ դիմացներս կա։ Ու նմանատիպ լիքը։ Շտերը վրեկնեց ավտոյի փոխում են գնում։ Քաղաքապետարանն է այդ վճարումները անում։ Թե մենակ հանդելուց են լավ։ Չէ, քուրս այդքան ունում ասում։ Բան չմնաց էլի դեմոնստրացիաները։ Մի ամիս, հա։ Երևի 2 ամիս։ Գա մի հատ մանգնիստեր նայի իրականացրած որոշմանը, արդյոք ճիշտ որը։ Հա, մենք դեմ չենք, միգուցե բաներ կա, մենք չգիտենք, տեղյակ չենք։ Իրանք ավելի շատ են հասկանում, միգուցե հա ինստիտուտ են ավարտել, ղեկավար են, նախարար են, ինչ են, հասկացանք այդ ամեն ինչը։ Գնահատում են, բայց մենակ Սպուտնիկով նայելը չի, Սպուտնիկը շատ բան ցույց չի տալի։ Գան մի հատ այստեղ նայեն։ Արդյոք սա իմաստ ունի քանդել։ Եթե իմաստ ունի բացատրություն տան ժողովրդին, միգուցե ժողովրդը իր հոժար կամքով հանձնի իր ավտոտնակը կամ այս տարածքը։ Ես ոնց տեսնում եք, այստեղ չկա իմաստ քանդելու, սա այն տարածքը չի, որ ապամոնտաժվից թե ինչ-որ բան սարքվի։ Ու հավատացած եղեք, если ապամոնտաժվելու է, զիբիլանոց բավականին երկար մնալու է, միջև մի հատ ուրիշ տեղից մեկը կգա, այս տարածքը կառնի, չգիտենք ինչ կլինի հետագայում։ Ինչ էր ասում Ավինյանը։ Գում ես։ Մի հատ կզանգես։ Քրիկ ջան, Ավինյանը հիշում ես ինչ էր ասում։ Որ ասում էր ասեք կանենք։ Ասում են թող գնա։ Դե թող անի։ Համար թող չգնա, թող ժողովրդի օգտին մի քիչ աշխատի։ Այս ժողովուրդն ոնց համար Չկան վստահ են իրենց վրա, որ իշխանությունների շեմին էլի ժողովրդին նեղացնում։ Սամվել Վարդանյանն է, չէ՞, հա, խորհրդավորն է, հավաք խորհրդավորն։ Դա, Ալո, բարև ձեզ։ բարև ձեզ։ Սամվել ջան, ձեզ հետ եմ խոսում։ Այո, Հա, դուք որ այսօր պետքա Նազարբեկյան 26 հասցեում ավտոտնակներ քանդեք, ասել եք, որ 11-ին պետքա այստեղ լինեք, երբ եք ում եք մոտենալու։ դեմ խոսում կներեք։ Ես լրագրող եմ։ Հա, լրագրող եք։ Այո։ Եթե լրագրող եք, ես ձեզ ոչ մի բան չեմ կարող ասել, մեր լրատվական կապնվեք, իրանք ձեզ բոլոր հարցերին կպատասխանեն։ Դե ամեն դեպքում Եթե բնակիչներին ասել եք, որ ժամը 11-ին եք մոտենալու։ Դե մի քիչ կարող է զադերս կառնենք, այդքան բան, всё։ Մի քիչ ինչքան։ Դե հիմա չեմ կարող ձեզ ժամ ասել, բայ։ Բա մարդիկ ուզում են իմանալ, բայց չլինեն տեսնեն ոնց եք քանդում։ Ձեզանից ես ներողություն եմ խնդրում, այս բանից զբաղված եմ, ձերքերս կեղտոտ, քար եմ բարձում, էլի այստեղ միտեղ։ Չեմ կարող ձեր հետ խոսամ, всё, ստեսյո։ Ստեսություն։ Քարը բարձում։ Մարդես ունիվերսալ է։ Ինչ այն։ Բարձում տանում է իր տուն։ Ո՞վ է համարը պահի Ուրիշ ես ուտում ասա։ Քարը տանում է իր տանը։ Քար քեզ բարձում։ Քարի գործելա զանգի։ Քարեր պետք է երևի, գիտես, դեսելա նորմալ սարքած շենքերա, շինությունները։ Շեյվի իմացել են, ինա դու չեն գալի, որ մարդիկ գնան, պատական կան, քանդեն, всё, просто գնացել։ Հա մեր տաները ստեղ ամենք հերու չենք։ Բայց հիմա դուք աշխատանքից կտրվել եք, դա Բոլորը։ Բոլորն էլ աշխատանքի են։ Չեն գնացել, Ես մնացել են թոշակարում այստեղ։ աշխատանքի չեմ։ Բոլորը ստե աշխատանքից ոնց նայում եք մարդիկ, սաղ էլ անհանգստացած են, սաղ էլ իրաց բանու գործը թողել են, որովհետև սաղ էլ նույն վտանգի տակ են։ Այս սրան կարելի է կայնացնել։ Նայեցյան չնայեցես։ Գերիվ է գալու։ Ոստիկան